Բայց ես ինչ եմ անելու այստեղ։ Ես կասեմ։ Դու գործ էիր փնտրում։ Թղթապանակները, որ այստեղ տեսնում ես, սրանք այն բոլոր նյութերն են պարունակում, որ մինչև այսօր ցույց ենք տվել մեր ալիքով։ Դու այս բոլոր թղթապանակները պետք է հերթով դասավորես ըստ ամիս ամսաթվի։ Ոչ մի սխալ չպետք է լինի։ Զգույշ կանես գործը։ Ինչու ես կանգնել։ Գործի անցիր։ Լսիր, այստեղ բավական փոշոտ է։ Իսկ մաքրություն անելը քո մասնագիտությունն է, չէ՞։ Ինչքան արագ է այս քաղաքում կյանքն ընթանում։ Մարդիկ ոչ մի բանի ժամանակ չունեն։ Բոլորը շտապում են։ Այս քաղաքում ամեն ինչ կա։ Բայց մի բան պակասում է։ Խաղաղությունը, որը քեզանից ենք ստանում։ Ես կարոտում եմ քեզ։ I miss you. Կարան զբաղվիր ապարատայինի դռնով, կարգին չի փակվում, ու նորմալ չի էլ բացվում։ Լավ պարոն։ Ինձ համար ավելի կարևոր են նրա հասարակական հայացքները, ոչ թե գեղեցկությունը։ Տիկին, ամեն ինչ պատրաստ է։ Ինձ այդպիսի հարցեր են պետք, հետո կխոսենք։ Վիվեկ, ինձ թող հարցազրույցի ծրագիրը։ Լավ, տիկին, հարցազրույցի թղթապանակը։ Ահա։ Խնդրեմ։ Սա տիկին Սակշիի թղթապանակն է։ Սա այսօրվա հարցազրույցի համար է կազմած։ Սա ինչ է։ Մի քանի րոպեից պետք է հարցազրույցը սկսեմ, բայց մինչև հիմա ձեռքիս տակ ոչինչ չկա։ Ումել քեզ պետք է բացատրեմ, թե ինչքան կարևոր է այս հարցազրույցը մեր ալիքի համար։ Սակշի որտեղ են թղթերը։ Պատասխան տուր ինձ։ Դրով, սենյակից դուրս գալուց առաջ ես դրանք Վիվեկին տվեցի։ Տիկին, ես ձեզ եմ տվել թղթապանակը։ Լռիր, դու նորմալ գործանել չգիտես։ Քո պատճառով ես եմ դիտողություն ստանում։ Սա լուրջ հեռուստաընկերություն է, ոչ թե մանկապարտեզ։ Պրիան առանց հայտելու շանում է։ Դրով, Պրիա, ես պատրաստ եմ հարցազրույցին։ մենք էլ տեխնիկական թիմին միայն 5-10 րոպե է անհրաժեշտ։ Իհարկե։
10 րոպե։ Ուղիղ 10 րոպե։ Որպեսզի թղթապանակն իմ ձեռքին լինի։ Թե չէ պատասխան տվողը դու ես լինելու։ Ես լուրջ եմ ասում։ Ինչու տիկին Սաքշին չի պատասխանում հեռախոսին։ Գնացեք։ Ինչ անեմ։ Ես երևի էլեկտրոնային նամակով կապվեմ Դրուվի հետ։ Նրան այդպես ուղարկեմ թղթերը։ Սա ինչու չի աշխատում։ Ես ուշանում եմ։ Դեռ ինչքան ենք սպասելու։ Դու գոնե գիտես, թե ինձ համար ինչքան դժվար էր Պրիային համոզել ու հարցազրույցի բերել։ Բայց դուք այնքան անպատասխանատու եք։ Ես ոչ պետք է վստահեի։ Պարոն, ես հարցերի ցանկ եմ կազմել։ Այդպիսի հարցեր ես չեմ ուզում։ Ինձ բոլոր նյութերն են պետք։ Դրանց հիման վրա ես հարցերն ինքս կկազմեմ։ Նայեցեք, պարոն, շտապ եկեք, խնդրում եմ, Պրիան ուրիշ տեղ էլ պետք է հարցազրույցի գնա։ Իհարկե, խնդրում եմ։ Սաքշի, քեզնից նման բան չէի սպասում։ Այսքան տարի է դու աշխատում ես ինձ հետ, հիմա էլ սա։ Ես մարդկանց անկեղծ խոսակցության եմ մղում։ Այսօր դա ինչպես եմ անելու։ Բոլորին ասելու եմ, թե ինձ հետ ինչ մարդիկ են աշխատում։ Մարդիկ միայն այսպիսի առիթի են սպասում, իսկ դու ամեն ինչ փչացնում ես։ Նորմալ հարցազրույց վերցնելու փոխարեն պետք է սկսեմ հետազոտական աշխատանք տանել։ Տիկին։ Դու ինչ ես անում այստեղ։ Տիկին, դուք մոռացել եք այս թղթապանակը վերևում։ Այստեղ հարցազրույցի համար պատրաստված բոլոր նյութերն են։ Ես միայն եկել եմ, որ սա տամ։ Օրիորդ Պրիա, ինչ ծրագրեր ունեք։ Ձեզ միայն գովազդային հոլովակներում եք տեսնելու, թե նաև մարդասիրական գործունեությամբ եք զբաղվելու։ Ես արդեն նշեցի, որ ուզում եմ հայրենիքիս համար ինչ-որ բան անել։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը մաքուր ու գեղեցիկ լինի։ Ինչ ես անում այստեղ։ Տիկին։ Մենք այստեղ չենք եկել ժամանակ անցկացնելու։ Այստեղ բոլորն աշխատում են։ Այնպես որ դու էլ մի գործ արա։ Սա շատ կարևոր հարցազրույց է։ Լուրը կարող է արագ տարածվել։ Մարդիկ կիմանան այստեղ կխմբվեն։ Դուրս գնա։ Աչքդ այնտեղ եղած մարդկանց վրա պահիր։ Ոչ ոքի չթողնես ներս մտնել։ Տիկին, բայց հարցազրույցը պարոն Դրովը, արա ինչ քեզ ասում եմ։ Գնա։ Don't you worry.
Մի մտածիր, ամեն ինչ կարգին է։ Այո։ Ես քեզ զանգ կտամ։ Նախ ինձ ամոթով թողեց, հիմա էլ կանգնել հանգիստն է վայելում։ Պարոն Դրովը ներսում հարցազրույց է անում։ Բոլորը նայում են։ Իսկ ես այստեղ կանգնած եմ։ Այո, հիմա ձայնդ լսվում է։ Ներսում կապ չկա։ Հիմա ասա։ Լավ։ Օրիորդ Պրիան նախ միս Հնդկաստան էր դարձել, իսկ առաջիկայում Հնդկաստանն է ներկայացնելու միջազգային մրցույթի։ Դա լուրջ փորձություն է նրա համար։ Պարոն Դրովի ձայնը։ Օրիորդ Պրիա, կուզեինք իմանալ, թե ինչ զգացողություններով եք գնում մասնակցելու Միս Տիեզերք միջազգային մրցույթին։ Ուզում եք։ Ես ոգևորված եմ, որովհետև իմ երկիրն եմ ներկայացնելու եւ հուզված եմ, որովհետև չգիտեմ, հաղթելու եմ թե ոչ։ Նկարեմ, որ Ադիտիին ուղարկեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Հաճելի է հյուրընկալել ձեզ, Օրիորդ Պրիա։ Փոխադարձաբար։ Ներեցեք անհարմարությունների համար։ Ոչինչ։ Հաջողություն։ Հաջողություն։ Դրով։ Ցավում եմ նրա համար, ինչ այսօր եղավ։ Եթե մի օր իսկապես ցավ ապրես արածներիդ համար, աչքերիցդ կհասկանամ։ Տիկին ես ստուդիա կգնամ ու ինձ հետ կբերեմ սարքավորումները։ Սպասիր։ Մամ։ Ալո։ 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 Ալո մայրիկ։ Ալո։ Ալո։ Ինչ խառը օր էր։ Դու տուն գնա, քո փոխարեն ուրիշ տեխնիկների ուղարկիր։ Բայց տիկին, Արա ինչ ասում եմ։ լավ տիկին, միայն սենյակը կստուգեմ ու կողպեմ։ Պետք չէ, ես կանեմ ինչ պետք է։ Դու գնա։ Լավ տիկին։ Այո, մայրիկ։ Մամ։ Ես լավ եմ։ Ուղղակի ներսում կապ չկար։ Լավ, առայժմ։ Ներեցեք տիկին։ Մայրս էր զանգում։ Իսկ հիմա ինչ կա անելու։ Մեր տեխնիկն իրեն լավ չի զգում։ Քիչ հետո նրան փոխարինողը կգա։ Մինչև նրա գալը մնա այստեղ ու հետևիր սարքերին։ Հանկարծ սխալ բաներ չանես։ Այստեղ ամեն ինչ ոսկու գին ունի եւ շատ կարեւոր է։ Պարզ է։ Այո, Վիվեկ։ Վաղը որ ժամին է ժողովը։ Լավ։ Լսիր։ Ես քեզ մի կարևոր բան եմ հանձնելու։ Այս չիպը։ Չիպը, Տեր Աստված։ Հիմա քեզ պետք է նաև բացատրեմ, թե չիպն ինչ է։ Երբ ձեր գյուղում հարսանիք են նկարում, դա պահում են խտասկավառակի վրա։ Իսկ մենք Օրիորդ Պրիայի հարցազրույցն այս չիպի վրա ենք տեսագրել։ Սա պատրաստի օրինակն է։ Սրանից բացի ուրիշ ոչ մի օրինակ չունենք։ Այնպես որ աչքիդ լույսի պես պահիր։ Լավ տիկին։ Վաղը ժամը 9-ին սա մոնտաժողին կտաս։ Ես վաղն առավոտյան կարևոր հանդիպումներ ունեմ, այնպես որ ուշ կգամ աշխատանքի։ Հասկացար։ Եվ լսիր, Օրիորդ Պրիայի հարցազրույցը երեկոյան 5-ին է հեռարձակվելու։
Այնպես որ ամեն ինչ ժամանակին կպատրաստես։ Շուտ կգնաս աշխատանքի։ Սա ինչ բան է։ Ներեցեք, պարոն։ Ես Դուրը դու ես փակել։ հիմա կբացեմ, պարոն։ Անիմաստ է։ Փականը նորմալ չի աշխատում։ Միայն դրսից է հնարավոր բացել։ Դրսից։ Ներեցեք, պարոն։ Ես չգիտեի։ Ես այստեղ մենակ էի։ Պարոն, ես հիմա մեկին կկանչեմ։ Պարոն, այստեղ կապ չկա։ Ներեցեք, պարոն։ Եթե մի քիչ հնարամիտ լինես, այդքան ներեցեք ստիպված չես լինի ասել։ Ներեցեք, պարոն։ Ներեցեք, պարոն։ Այսինքն հիմա ինչ անեմ։ Սպասենք։ Ինչա մեկը դրսից դուրը բացի։ Մենք չենք կարող գնալ։ Ով կա։ Դուրը բացեք։ Ով կա այդտեղ։ Դուրը բացեք։ Ներեցեք, պարոն։ Եթե դրսում մարդ լինի, մեր ձայնը կլսի ու կգա այստեղ։ Այստեղից ոչ մի ձայն դուրս չի գալիս։ Այնպես որ իզուր մի գոր։ Երբ որ դուրը դրսից բացեն, այն ժամանակ էլ կգնաս։ Այնպես որ նստիր, լռիր ու սպասիր։
Ներողություն։ Դու մի տեղում նստել չես կարող։ Ինչ։ Ինչ կա այդտեղ։ Մի բան ասա։ Պարոն, պատուհանը, պարոն, ես կբարձրանամ ու դուրս կգամ այդ պատուհանից, իսկ երբ դուրս գամ, դուրը կբացեմ։ Լսիր, այդ պատուհանը շատ փոքր է։ Այնտեղից դուրս գալ չես կարող։ Պարոն, գոնե կարող եմ փորձել։ Ասացի չես կարող։ Քո պատճառով ես էլ եմ այստեղ մնացել։ Բայց դա քիչ էլ լուրել չես մնում։ Այնպես որ խնդրում եմ։ Շատ եմ ցավում, պարոն։ Իմ պատճառով դուք էլ։ Խնդրում եմ գնա այնտեղ նստիր։ Բայց ինչպես նստեմ պարոնի ներկայությամբ։ Հիմա ինչ եղավ։ Ասացի նստիր։ Ոչ, պարոն, այսպես էլ է լավ։ Նստիր ասացի։ Ինչ անեմ։ Իմ պատճառով նա այստեղ է մնացել։ Գոնե մեկը գար դուրը բացեր։ Ինչ անեմ, որ այդ վիճակից դուրս գանք։ Ինչ անեմ։ Ներեցեք։ Տիկին սրանք երեկվա լուրերի թղթապանակն է, աչքի հասկացրեք։ Դրովը եկել է աշխատանքի։ Ոչ տիկին։ Զանգ կամ հաղորդագրություն։ Նա միայն ձեզ է զանգարում ու հաղորդագրություն ուղարկում։ Կարող ես գնալ։ Որտեղ է Դրովը։ Նա ինձ վրա երբեք այսքան բարկացած չէր եղել։ Եվ միայն այդ աղջկա պատճառով։ Լավ է։ Հիմա մենակ մնա ու հսկիր մեքենան։ Ջուր խմիր։ Պարոն, ուտելը, երբ ես քաղցած եմ լինում, սկսում եմ զկրտալ։ Բայց այստեղ ուտելու ոչինչ չկա։ Սրա մեջ նայր։ Այստեղից կեր։ Կեր։ Ոչ, այս պաթետից չէ, սա այնքան աղմուկ կգահանի, ես նրան նեղություն կտամ, արագ ապուր կպատրաստեմ, բայց տաք ջուր չկա,
Երևի պարոնն էլ է քաղցած։ Ես շատ եմ վախենում խավարասերներից։ Հաղթարեր վախը, թե չէ տանուլ կտաս։ Պարոնը ճիշտ էր։ Վախը հաղթահարել է պետք։ Թող հիմա խավարասերների մի մեծ բանակ կա։ Հալո։ Ինչ ես անում։ Այսինքն դու երևի դեռ գրասենյակում ես, չէ՞։ Այո, ես Հայրիկ, թեյ։ Լսիր, արդեն տանն ես։ Ինչպես է որ շուտ ես եկել։ Աշխատանք չկար։ Ունամ ջի։ Ինչքան շատ հարցեր ես տալիս։ Երբ մինչև ուշ գիշեր աշխատում եմ, դժգոհում ես, որ տուն չեմ գալիս։ Շուտ եմ գալիս, ասում ես, որ աշխատանք չունեմ անելու։ Դե ասա, ես ինչ անեմ։ Ինչու ես բարկանում։ Ես ուղղակի հարցրի։ Ունամ ջի, դու միայն թափկիով զբաղվիր։ Ես այստեղ ամեն հարց կլուծեմ։ Հեռախոսը նրան տուր։ Ինչ եղավ։ Թափկին դեռ չի եկել աշխատանքից։ Այո, այսինքն նա զանգ էր տվել։ Ասաց, որ ճանապարհին խցանումներ են։ Բայց արդեն ժամ 8-ն է։ Այո, լավ, ես անջատ եմ։ Պետք է մի բան եփեմ աղջկաս համար։ Հիմա ներս կմտնի ու կասի, որ քաղցած է։ Լավ, լսիր, երբ գա, ասա թող ինձ զանգ տա։ Լավ, անպայման։ Լավ։ Ինչու է այսօր այսքան ուշանում։ Գոնե մի անգամ զանգ տար։ Ես ուզում էի պարոն Դրովից ինքնագիր վերցնել շուբի համար։ Ինչ եղավ։ Հոսանք ինչ եղավ։ Անջատի չես սեղմել։ Ոչ պարոն, ես բան չեմ արել։
Պարոն, հիմա ինչ եք անելու։ Խնդրում եմ քեզ մի կորցրու։ Խնդրում եմ։ Լավ եք, պարոն։ Այո, լսիր, իմ հեռախոսն անջատվել է։ Քո հեռախոսը լույս ունի։ Միացրու։ Արագացրու, ընդամենը մի կոճակ պետք է սեղմես։ Հեյ! Ով կա այդտեղ։ Մարդ կա։ Պարոն, դուք ասում էիք, որ այստեղից ոչ մի ձայն դրսում չի լսվում, փականն էլ չի աշխատում։ Դուրը կբացվի, երբ ինչ-որ մեկն այն դրսից բացի։ Այո, գիտեմ։ Լսիր, հեռախոսդ վերցրու, փորձիր ինչ-որ մեկին զանգել։ Պարոն, ես վաղուց եմ փորձում մայրիկիս զանգ տալ, բայց կապ չկա։ Պարոն, մի անհանգստացեք, տեխնիկները շուտով կգան։ Սրան ինչ եղավ։ Պարոն, երևի դրա մարդկոցն էլ նստեց։ Տես, այստեղ լուցկի չկա։ Այս մթությունից Ուզում եք ասել, պարոն, որ վախենում եք մթությունից։ Այո, ոչ։ Լսիր, դու ասացիր, որ կարող ես դուրս գալ պատուհանից։ Բայց պարոն, դուք էլ ասացիք, որ պատուհանը շատ փոքր է, որ չեմ կարողանա դուրս գալ։ Ես դա առաջ էի ասում, այն ժամանակ մութ չէր։ Ինչև երբ ենք նստելու խավարի մեջ։ Պետք է մի բան անենք։ Լավ, պարոն։ Հիմա կփորձեմ։ Պարոն, լավ, պարոն, հենց որ դուրս գանք այստեղից։ Ես կկարողանամ զանգ տալ մայրիկիս։ Ես մայրիկիս կասեմ։ Մենք մորդ մասին հետո խոսենք։ Փորձիր, խնդրում եմ։ Ուզում եմ շուտ դուրս գալ այստեղից։ Լավ, պարոն։ Հիմա կփորձեմ։ Խնդրում եմ, արագացրու։ Դուք պետք է օգնեք ինձ։ Բայց ես ինչ պետք է անեմ։ Պարոն, հրեք ինձ ներքևից։ Լսիր, արագ գնա ու դուռը բաց։ Արագ, արագ։ Ցանի։ Շնորհակալություն։ Արի գնանք։ Պարոն, այստեղ եք։ Այո։ Դու հավաքվիր, ես գնում եմ։
Քեզ ինչ որտեղ հասցնեմ։ Ոչ պարոն, ես կգնամ։ Այս մթությունը ես իրականում ուզում եմ ասել այսպիսի բան չպետք է լիներ։ Ձեզ վատ մի զգացեք, պարոն։ Ես ոչ ոքի չեմ ասի, որ դուք վախենում եք մթությունից։ Գաղտնիք։ Այո, ես ստուդիալ զանգ տվեցի, բայց ոչ ոք հեռախոսին չի պատասխանում։ Հենց հիմա այնտեղ գնա ու հասնելու պես ինձ զանգ կտաս։ Այո, լավ։ Թափքի։ Աղջիկս, եկար։ Ինչու ես այսքան ուշացել։ Լավ ես։ Ինչու զանգ չէիր տալիս։ Աղջիկս լավ ես, չէ։ Մամ, ես լավ եմ։ Հայրդ է զանգ տվել։ Ալո։ Եկավ։ Այո, եկավ։ Ամեն ինչ նորմալ է, Պուրամ ջի։ Այո, նորմալ է։ Ես քեզ հետո զանգ կտամ, լավ։ Լավ։ Նստիր աղջիկս, նստիր, հիմա ջուր կբերեմ քեզ համար։ Իսկ հիմա պատմիր, ինչու ես այսքան ուշացել։ Մամ, ես մնացել էի նկարահանման սենյակում։ Ինչ։ Որտեղ էիր մնացել։ Դա այն սենյակն է, որտեղ նկարահանման սարքավորումներն են պահում։ Տեր Աստված, այդքան բան է պատահել, դու չպետք է մնայիր այնտեղ։ Եթե բոլորը գնում էին, դու էլ պետք է գնայիր։ Մամ, լսիր, դա իմ աշխատանքն է։ Պետք չէ իմ մասին այդքան մտահոգվել։ Ես շատ քաղցած եմ, ինձ ուտելու մի բան տուր։ Ես ոչինչ չեմ եփել, այնքան անհանգիստ էի քեզ համար։ Մամա, մի բան տուր, ես շատ քաղցած եմ։ Հիմա քեզ համար չիփս կտապակեմ։ Պակորիել կպատրաստեմ։ Լավ, մամ, դու գործը տարա, իսկ ես բջջայինս լիցքավորեմ։ Թափքի աղջիկս, զանգ տուր հորդ, նա երևի քո զանգին է սպասում։ Լավ մայրիկ, հիմա կզանգեմ։ Ես Ադիտիին էլ կպատմեմ, թե այսօր ինչ է կատարվել ինձ ու Դրուվի հետ։ Իսկ հիմա անցնենք մարզական նորություններին։ Այսօր անցկացվել է Մումբայի ամենամյա մարաթոնը։ Այս տարի մարաթոնին հյուր էր եկել Միս Հնդկաստան Պրիան։ Հարցազրույցը։ Օրիորդ Պրիայի հարցազրույցի չիպը։ Ուր եմ դրել։ Մամ։ Դու ոչ մի չիպ չես տեսել։ Ես քեզ եմ տվել բոլոր չիպսերը։
Ոչ մամ, այսքան փոքր չիպ էր։ Փոքր թե մեծ ես լրիվ տապակել եմ։ Տապակել ես։ Այո։ Մամ, ես չիպի մասին եմ ասում։ Քեզ ինչ է եղել։ Ես էլ չիպսերի մասին եմ խոսում։ Մամ, ոչ թե չիպս, այլ չիպ։ Դրա վրա օրյորդ պրիայի այսօրվա հարցազրույցն է։ Ես ոչինչ չգիտեմ։ Ես այստեղ էի դրել։ Ուր կարող էր կորել։ Մենք օրյորդ պրիայի հարցազրույցն այս շիփի վրա ենք տեսագրել։ Սա պատրաստի օրինակն է։ Սրանից բացի ուրիշ ոչ մի օրինակ չունենք։ Աչքիդ լույսի պես պահիր։ Այս շիփը մյուս շիփսերի հետ լրիվ փչացել է։ Հիմա ինչ է լինելու։ क्या होगा? Ես սեղան եմ գցել, խնդրում եմ։ Ինչ եղավ։ Թափքի։ Ինչ է պատահել։ Մամ։ Սա այն չիպն էր, որի վրա տեսագրված էր հարցազրույցը։ Սա էլ կարտոֆիլի հետ տապակվել է։ Ես միայն այն ժամանակ իմացա, երբ բերանս դրեցի։ Մամ, սա վերջին օրինակն էր։ Այդ ես եմ մեղավոր աղջիկս։ Ներիր ինձ, աղջիկս։ Ոչ, մայրիկ, ես եմ մեղավոր։ Ես ավելի ուշադիր պետք է լինեի։ Աղջիկս, հանգստացիր։ Ամեն ինչ լավ կլինի։ Ոչ մամ, ոչինչ էլ լավ չի լինի։ Հարցազրույցը վաղը ժամը 5-ին են եթեր տալու։ Տիկին Սաքշին վստահել էր ինձ։ Սա իմ պատասխանատվությանն էր հանձնել։ Իսկ ես և պարոն Դրուվը նրա ամբողջ աշխատանքը ջուրը լցվեց։ Աղջիկս, արի փորձենք սա չորացնել։ Հետո փորձիր միացնել։ Լավ, եթե նույնիսկ չորացնենք, ես չեմ կարողանա փորձել, որովհետև նոթբուք չունեմ։ Բայց գոնե արի փորձենք չորացնել։ Լավ, լաց մի եղիր, ես կփորձեմ մի բան անել։ Վերցրեք։ Քույրիկ, իմ տղան շատ ուսման ծարավ է։ Թեկուզ աշխարհը փլվի, նա իր գրքերից չի հրաժարվի։ Ես շատ եմ խնդրել, որ գա ինձ հետ։ Հույս ունեմ, որ չիպն այս նոթբուքի վրա կաշխատի։ Կաշխատի, չէ՞։ Այո, եթե չի փչացել։ Առաջ հաղորդումները տեսագրում էին հսկայական ժապավենների վրա, հետո խտասկավառակների, իսկ հիմա այս փոքրիկ չիպերի։ Մարդու բերանն ուղղակի բաց է մնում։ Տղաս, սուրճդ խմիր։ Ուզում ես ես փորձեմ։ Այո։ Լսիր, չի բահանիր, քանի ավելի չի փչացել։ Լսում ես։
Սա էլ երբեք չի աշխատի թափկի։ Ադիտի տղաս, նրան ասա թափկի դիդի, ոչ թե թափկի։ Մամ գնանք։ Այո, իհարկե, արի գնանք։ Գնանք քույրիկս։ Դեռ էլի կհանդիպենք։ Ցտեսություն։ Մամ, վաղն ինչ է լինելու։ Կտեսնենք աղջիկս, մի բան կանենք։ Այս այցին նայիր։ Պարոնի մեքենան է փչացնում։ Իսկ դա շատ թանկ է։ Ես հիմա դրա ոտքերը կջարդեմ։ Չհամարձակվես դրան ձեռք տալ, թե չէ քեզ կկախեն։ Այսինքն, դու նոր ես այս տանը, դրա համար կարգ ու կանոնին ծանոթ ես։ Պարոնը կարող է 1000 մեքենա գնել, բայց չի թողնի, որ իր կենթանիներից մեկի մասը ծռվի։ Բաուջիներ ինձ խնդրում եմ, բաուջի պետք չէ, փրկեք ինձ։ Ես այսօր չեմ ուզում մեռնել, փրկեք ինձ։ Բաուջի, խնդրում եմ։ Խնդրում, մի արա։ Դու պետք է պատասխան տաս արարքներիդ համար, բաուջի։ Ոչ, բաուջի։ Բաուջի, ներիր ինձ։ Ներիր ինձ, բաուջի։ Լսիր, թե ինչ կասեմ։ Ես սիրում եմ կոտրել նրանց ձեռքերը, որոնք ոչ մի բանի պետք չեն։ Ոչ, բաուջի, պետք չէ։ Ես փոքր երեխաներ ունեմ։ Շատ փոքր եմ, բաուջի, հավատա։ Խնդրում եմ, խնայիր ինձ։ Բոլոր երեխաներն էլ փոքր են, չէ՞։ Ոչ, բաուջի, ոչ, խնայիր։ Էլի ես փախչում։ Փրկիր ինձ, խնդրում եմ, փրկիր ինձ։ Թող ինձ, թող կոշիկս։ Փրկիր ինձ, խնդրում եմ։ Թող ինձ, հեռու գնա։ Ինձ հետ գործ չունես։ Բաուջի, ներիր ինձ, բաուջի, խնդրում եմ։ Դու աչքես դրել իմ հողի վրա։ Իսկ դա մեղք է։ Իսկ մեղք գործելու համար մարդուն պատժել է պետք։ Բաուջի, մի վախեցիր, մենք ուղիղ գլխիդ կխփենք, այնպես որ ոչ մի ցավ չես զգա։ Մաջի փրկիր, խնդրում եմ, ես կանեմ այն ամեն ինչ կասի բաուջի։ Թող նրան։ Ինչի համար ես խառնվում։ Այսօր մեր տղայի Դրովի ծնունդն է։ Այնպես որ նրա բոլոր մեղքերը ներել է պետք։ Թող նրան։ Հանունից։ Բախտդ բերեց։ Ես երբեք չեմ անդեսում կնոջս խոսքը։ Չքվիր։ Ու լսիր։ Այո, բաուջի, այդ հողի մասին երազներում անգամ չմտածես։ Գնա, չքվիր։ Ոնց կասես բաուջի։ Ես գնացի, ես փրկվեցի։ Այսօր փրկվեցի։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։